Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի գործընկերներ, այս ամբիոնից խոսելը հատկապես այս օրերին ինձ համար ոչ միայն պատիվ է, այլ պարտականություն։ Պարտականություն բարձրացնելու Արցախի ժողովրդի ցավը, վիշտը, նրա նկատմամբ կատարված եւ շարունակվող անարդարությունը։ Արդեն 2 տարի է անցել այն արհավիրքից, երբ մի ամբողջ ժողովուրդ Արցախի ավելի քան 120,000 բնիկ բնակիչ ենթարկվեց պլանավորված էթնիկ զտման եւ բռնի տեղահանվեց իր պատմական հայրենիքից։ Սակայն նույնքան վտանգավոր եւ ողբերգական է այն, ինչ կատարվեց դրանից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության մակարդակով եւ ներկայումս շարունակվում է։ Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ոչ միայն չի իրականացնում որևէ նպատակային քաղաքականություն արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ, այլ նաև բացահայտորեն փորձում է փակել Արցախի հարցը, հայտարարելով, որ այն լուծված է։ Սա կատարյալ անարգանք է ոչ միայն արցախահայության միջազգային իրավունքի անկախտելի իրավունքի նկատմամբ, այլ նաև Հայաստանի որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի կարգավիճակի նկատմամբ։ Այսօր միջազգային հարթակներում երբևէ բարձրացվել է արցախահայության վերադարձի օրակարգը որպես իրավական պահանջ։ Արդյոք երբևէ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պահանջել է միջազգային դիտորդների, երաշխավորների մուտք Արցախի տարածք, որպեսզի ապահովի հնարավոր ապագա վերադարձի իրավական եւ անվտանգ հիմքերը։ Ոչ, չի արվել։ Եվ չարվելու պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության համար Արցախն այլևս գոյություն չունի, ոչ տարածքային, ոչ քաղաքական, ոչ նույնիսկ մարդասիրական տեսանկյունից։ Երբ պետության ղեկավարը լեգիտիմացնում է էթնիկ զտումը իր հռետորաբանությամբ եւ քաղաքականությամբ, դա այլևս պարզապես սխալ չէ։ Դա հանցավոր ոտնձգություն է ազգի իրավունքների նկատմամբ։ Հարգելի գործընկերներ, մենք չենք կարող եւ իրավունք էլ չունենք անտեսելու այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Ոչ միայն լուռ հետևել է նրա բռնի տեղահանմանը, այլ նաև հետևողականորեն խեղաթյուրել իրականությունը, ոչնչացրել է բանակցային ողջ ժառանգությունը, իսկ այժմ փորձում է պատմության էջից ջնջել Արցախը որպես ազգային քաղաքական միավոր։ Սակայն Արցախը չի մոռացվելու։ Արցախահայության վերադարձի իրավունքը չի կարող պայմանավորված լինել որևէ վարչապետի անձնական ընկալմամբ կամ քաղաքական հարմարավետությամբ։ Այդ իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներով՝ մարդուն իր բնակության վայր վերադարձնելու իրավունքով, էթնիկ զտումների արգելքով, ինքնորոշման իրավունքով եւ սեփական հայրենիքում անվտանգ եւ արժանապատվորեն ապրելու իրավունքով։ Այսօր բռնի տեղահանված արցախահայությունը ոչ միայն զրկված է հայրենիքից, այլ նաև սոցիալապես լքված է, իրավաբանորեն անորոշ վիճակում է, առանց պետության կողմից առաջարկվող հեռանկարի։ 2020 թվականի պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ցեղասպան գործողությունների ընթացքում մենք ականատես եղանք այն ամենին, ինչին երբևէ չենք հավատացել, որ հնարավոր էր 21-րդ դարում։ Բայց եթե պատերազմը կարելի էր վերագրել արտաքին ագրեսիային, ապա այս ամենից հետո տեղահանված մարդկանց հանդեպ անհոգության, անտարբերության եւ համակարգային անգործության մթնոլորտը արդեն ներքին քաղաքական հանցանք է։ Այս պահին ավելի քան 160,000 արցախցի բռնի տեղահանված, մերժված եւ մոռացված է։ Նրանց ճնշող մեծամասնությունը չունի կայուն ապրուստի միջոց, մնում է ժամանակավոր կացարաններում, շատերը գոյության կռիվ են տալիս։ Սոցիալական աջակցության մեխանիզմները ոչ միայն թերի են, բյուրոկրատիկ, խեղաթյուրված եւ արժանապատվությունը նվաստացնող, այլ հանդիսանում են արցախցիների նկատմամբ Հայաստանից արտագաղթի ծրագրի մաս։
Աշխատանքի եւ կրթության հնարավորությունը գրեթե բացակայում է։ Մարդիկ, ովքեր Արցախում եղել են պետական ծառայողներ, մասնագետներ, տնտեսվարողներ, այսօր աշխատաշուկայում անպաշտպան են, չունեն նույն իրավաբանական կարգավիճակը եւ իրենց ամբողջ կենսագրությունը կարծես ջնջվել է։ Իրավական առումով արցախցիներն այսօր կախվածության մեջ են մի համակարգից, որը նրանց չի ճանաչում, որպես ամբողջական քաղաքացիներ իրենց պատմությամբ, տարածքով ու անցած ճանապարհով։ Նրանք այլևս ոչ Արցախում են, ոչ էլ ամբողջությամբ Հայաստանում։ Այս իրավական անորոշությունը մարդկանց դարձրել է ստվերային, գոյատևող խավ, առանց ապագայի հստակ տեսլականի։ Այս ամենը պետական հանցավոր քաղաքականության հետևանք է։ Բռնի տեղահանված արցախցիների նկատմամբ կառավարության քաղաքականությունը ոչ միայն անարդյունավետ է, այլև բացարձակապես զուրկ է մարդկային համերաշխությունից եւ ազգային գիտակցությունից։ Մենք հասել ենք մի կետի, երբ այլևս չենք կարող սպասել։ Հայաստանի կառավարությունը չի պաշտպանում նրանց, այլ փորձում է մոռացության մատնել նրանց գոյությունը, փակելով Արցախի էջը։ Մենք, Արցախի ազգային ժողովի падգամավորներս, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Արցախի ազգային ժողովի նախաձեռնությամբ ստեղծված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը եւ արցախյան բազմաթիվ կառույցներ պայքարում ենք Արցախի հարցը չփակելու, նրա պետական ինստիտուտները պահպանելու, ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար, բայց ցավոք ներկայիս իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ջլատում են մեր ջանքերը, ճնշում են արցախյան կառույցները, խոչընդոտում են նրանց գործունեությունը, խորացնելով ճգնաժամը եւ վտանգելով մեր ապագան։ Ամենավառ օրինակը մեր խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի եւ մեր պայքարի բազմաթիվ ընկերների կալանավորումները եւ քաղաքական հետապնդումներն են։ Հայաստանն ու Արցախը այլևս հնարավորություն չունեն սպասելու։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օր ոչ միայն բերելու են նոր կորուստներ, այլև անհնար է դարձնելու հետ բերել կորսվածը։ Եւ եթե այս ամենը բավարար չէ կառավարության հրաժարականի հիմք հանդիսանալու համար, ապա ինչն է բավարար լինելու։ Երբ ինչ-որ մեկը նպատակադրված նպաստում է ազգաբնակչության իրավազրկմանը, սոցիալական կարգավիճակի իջեցմանը ու ինքնության ջնջմանը, դա ոչ միայն վարչարարական ձախողում է, այլ ազգային աղետ։ Պետք է փաստել։ Այս քաղաքական ղեկավարությունն այլևս չունի մեր ժողովրդի վստահությունը եւ իրավունք չունի ղեկավարելու պետությունը, որը կանգնած է իր գոյության ճակատագրական մարտահրավերների առջև։ Ուստի այսօր հայկական օրակարգում պետք է լինի մեկ հարց՝ կանգնեցնել շարունակվող անկումը եւ վերականգնել վստահությունը պետության, նրա ուղղության եւ ապագայի նկատմամբ։ Այս խնդիրը անձերի մասին չէ։ Սա պետական մտածողության եւ պատմական պատասխանատվության հարց է։ Սա պարտադիր է ոչ թե կուսակցական նկատառումներից ելնելով, այլ ազգային արժանապատվության, պետական ապագայի եւ պատմական արդարության վերականգնման համար։ Նիկոլ Փաշինյանի հեռացնելու հարցը պետք է լինի հայկական օրակարգի առաջնահերթ հարցը։ Սիրելի գործընկերներ, 2020 թվականից վեր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը պարբերաբար հնչում է տարբեր ուժգնությամբ ու ձևերով։ Որոշ պահերին դա նույնիսկ իրատեսական էր թվում, որոշ պահերին ոչ։ Իսկ ինչու չօգտագործել նաև խորհրդարանական մեխանիզմները, մասնավորապես իմպիչմենտի գործընթացը, երբ առավել եւս մինչև 2026 թվականի հերթական ընտրություններին մնացել է ավելի քիչ քան 9 ամիս։ Դուք այսօր կարող եք այս կործանարար ընթացքը կանգնեցնել ձեր մանդատով, ձեր քվեով եւ ձեր վճռականությամբ։ Իսկ պատմական արդարությունը գոռում է. Արցախը պիտի ապրի եւ պահանջի պատասխան իր այսօրվա վիճակի համար։ Արցախը լռության գինը արդեն վճարել է։ Չգործել այլևս հանցավոր կլինի։ Արցախը երբեք չի վերածվի մոռացված հողակտորի։ Արցախի ժողովուրդը երբեք չի ընդունի իր հայրենիք չվերադառնալու որևէ սցենար։ Շնորհակալ եմ։